ներդիրում ողջ աշխարհին։ Ոգու խաբար է, արդարության արեգակը այն պետք է ցրեր, դրա համար անշուշտ պետք է Աստված մատանար, այու թափեր, վեր համբարնար, իր հորը գնար։ Արդարության արեգակը Հիսուսը ինքն էր, փայլատակեց մեր սրտերում, թեև հոր մոտ էր, նա լույս բերեց, նա հույս բերեց, և սեր բերեց երկնքից, արյուն հեղեց, սիրտը սպեղեց, կնքելով հոգից, ցավս տարավ, վերքս բուժեց, տեղս մահացավ, սուրբ հոգիով, ինձ օծելով երկինք բարձրացավ։ Գիտեք, թե խաչը ինչ իմաստ ունի, գիտեք, որ այն մեծ զորություն ունի, որ խաչից եկած հենց այդ զորությամբ Հիսուսը օժտեց մարդկանց փրկությամբ։ Հենց խաչի վրա մեզ նոր կյանք տրվեց, խավարը ցրվեց ու մեզ լույս տրվեց, խաչի զորությամբ մեր կյանքը փոխվեց և մեր քարացած սիրտը փշրվեց։ Քանի որ հենց այդ խաչի վրա Աստված իր միակ որդուն զոհեց, վերցրեց նա մեր տկարությունը և մեղքերի հետ խաչին բարձրացրեց։ Ու խաչից թափվեց անմեղ սուրբ արյուն, մեր ամեն մեկի մեղքերի համար, հենց այդ արյան մեջ նա մեզ լվացրեց, ջերմակ հագցրեց փրկության համար։ Քրիստոսի զոհով աշխարհն է փրկվում, քավություն լինում, հաշտություն տրվում, օրենքն է լռում, արյուն է հեղվում, և այդ արյունով սրբվում ենք և անբիծ դառնում, գարան արյունով հորը մոտենալու, իրավունք առնում։ Հիսուս, իմ Աստված, գթած, ողորմած, դու եկար աշխարհ, որ փրկես մարդկանց, բայց անգութ մարդիկ քեզ անարգեցին, հարվածներ տալով խաչը անեցին։ Մունջ գարանման մահվան գնացիր, մարդկանց փոխարեն դու տառապեցիր, խնդրեցիր հորը, որ ների նրանց, քանզի Տեր Աստված սիրում ես մարդկանց։ հարության է Տերն այսօր, նա հաղթող է և հզոր, Իր հարությամբ սքանչելի մեզ արեց միշտ կենդանի, Քրիստոս հայավ իր մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Քրիստոս արյավ մեռելներից, հրեշտակն է լուրն ավետեց, երևալով նա շատերի դեպի երկինք ամբարձվեց։ Տեսնում եմ ահա երկինքը բացված, Հիսուս Քրիստոսի դորաչում նստած, որպես բարեխոս, միջնորդ, Սուրբ Աստված, տառապանք տարած ու մահին հաղթած։ Դու ես միայն, որ արժանացար, 7 կնիկով գիրքը բացեցիր, և մեզ հակառակ պարտամուրակը չարին հաղթելով խաչին գամեցիր։ Ադամի մեղքով մենք ծախված էինք, դու հետ գնեցիր ցեղը մարդկության, և քո հարության ողջ լացը վերափոխեցիր ուրախ խնդություն։ Փառք ես, Տեր Հիսուս, որ քո մեծ սիրով մեր մեղքի համար արյուն թափեցիր, երկնային կյանքին ու անմահության ավետարանով նորուխտ հիմնեցիր։ Եվ խաչի վրա տանջանից մահով Ադամից եկած մեղքը ջնջեցիր, հարություն առար, երկինք ամբարձար, հորը տաճկողմում փառքով նստեցիր։ Տեսեք մեր փրկչին, որ մահին հաղթած, երկինքներից նա վեր է բարձրացած, մեզ համար այնտեղ բարեխոսում է հայրասաճ կողմը նստած։ Լսիր, ով ոգի, խոսք ասելու, որ կարիք ունես այսօր լսելու, ունի զորություն նա բժշկելու, նորուխտի խոսքը հոգուտ հասցնելու։ Նա կյանք է տվել այսօր աշխարհի, հաղթել է արյան, մեղքին ու մահին, նա վճարել է արյունով մի գին, որով կարող է փրկել ամենքին։ Եկ ուրախանանք, կա մեզ փրկություն, կա մեզ ճանապարհ, որ կյանք է տանում, չէ որ Տեր Հիսուսը արավ հարություն, որ տանի նա մեզ հավիտենություն։ Իր ցնծություն է և ուրախություն,
Հիսուսը բերեց կյանք ու փրկություն, նա անջանիկն է, հարություն առած, դռներն է երկնքի, մեր առջև բացված։ Մեր փրկության համար դու չարչարվեցիր, մեր փրկության համար անձայն խաչվեցիր, մեր փրկության համար հարություն առար, որ մեզ կյանք շնորհես եւ էլ ավելի։ Թողած երկնային փառք հիասքանչ, Հիսուսը եկավ, քո տեղը մեռավ, իսկ ո՞րն է, իսկական քո տեղը, ով մարդ, քո տեղն այնտեղ է, Սարը Գողգոթա։ Հիսուսը մեր տեղ խաչվեց, ցածրացավ, մերն էր անեծքը, որ նա ստացավ, մերն էր այն ցավը, որ նա վերցրեց, մնալով մենակ, մերժված ու լքված։ Մեր ամբողջ մեղքի ծանրությունը զգաց, նա խաչվեց ինչպես անիծված միած, բայց հիմա Տերն ուզում է քեզնից միայն կոտրված ու խոնարհ մի սիրտ։ Ուզում է որ գաս խոնարհված հոգով և մեղքերիդ համար անկեղծ զղջումով, որ բացվի քեզ էլ փրկության լույսը, Հիսուս Քրիստոսը լինի քո հույսը։ Երբ ինձ ցույց տվիր փրկության ճամփան, պատրելով մեղքիս պարտամուրակը, չքացավ ընդմիշտ աշխարհի սերը, հավատի հույսը փոխեց իմ կյանքը։ Ու գետնադարած զղջման արդյունքով ընկա քողոցված ոտքերի առջև, ներում խնդրեցի ես աղերսելով, քանդվեց ահռելի պատը մեր միջև։ Այն ժամ ավելի մոտ զգացի քեզ, սիրտս բերկրանքից լցվեց, ուռճացավ, մեղքի բեռից ես ազատվեցի, հոգիս խաղաղվեց ու թեթևացավ։ Սուրբ գրքում գրված քո առակները օգնեցի սիրել, ներել ամենքին, իմ մեջ կյանք դարձան քո սուրբ խոսքերը, փրկության հույսով լցվեց իմ հոգին։ Որքան բարիքներ արեցին մարդկանց, բայց նրանց կողմից չգնահատվեց, դու անգին սիրով սիրեցիր նրանց, բայց մարդկությունը քեզ խաչը հանեց։ Սիրելի փրկիչ, համայն մարդկության, որ աղոթեցիր դու խաչի վրա, դու փրկիչն ես իմ, նաև բոլորի, իմ սիրտը Տեր, քո սրտի պես արա։ Կյանքը քո մեջ է, անմահ մեր Աստված, դու ես միակը, հարություն առած, խաչի վրա դու դերոշ պարզեցիր, ժողին, մահին դատապարտեցիր, գարան պես լուր մորթվեցիր, մեղքիս համար անխնա հարվածվեցիր, սակայն հարության երկինք բարձրացար ու հիմա կյանքիս առաջնորդ դարձար։ Տեր, Գողգոթան էր ահա քեզ կանչում, խաչն էր ուսիդ, ողջ մեղքերի հետ, գնում էր առաջ աշխարհի բեռով, տառապանքով լի, իսկ սրտումդ սեր, աղոթք կար շուրթիդ, իսկ դեմքիդ ներում, գիտեի, թե ինչու էի այդ խաչը կրում, մեր մեղքերն էիր տանում, առանց մի տրտունջ, երբ որ ինձ խնդրում էիր, մեզ համար ներում, եկեք փառք տանք ուրախ ձայնով, այն գառնուկին, որ մեզ սիրեց, իր փրկարար սուրբ արյունով, մեզ ամենքից նա փրկագնեց։ Հիսուս մեր մեղքերն իր վրա առած, խաչը իր ուսին Գողգոթա գնաց, մեր կողջիկ սրտերն իր արյանք լված, և մեզ իր գրկում հավեր տեղ տվեց։ Օրհնում ենք քեզ, Տեր Հիսուս, որ դու մեզ սիրեցիր, պաշտում ենք քեզ, Տեր Հիսուս, որ դու մեզ փրկեցիր, խաչի վրա կանգնեցիր, մեղքերը մեր ներեցիր, արյունովդ սրբեցիր ու մեզ արդարացեցիր։ Նա մեր բարի հովիվ Տերն է, մանուկներին է սիրում, ով նրա ուղին ընտրի, նա երկնքում ունի տուն։ Ես առնուկն եմ Քրիստոսի, իր բարիքն եմ հրաշալի, սրտիս մեջ ուրախություն է, հոգուս մեջ միշտ ցնծություն, իմ անունով ինձ դիմում է, իր սիրո ձայնով կանչում։ Ես գառնուկն եմ քո գրկում, իսկ դու գառնուկ իմ սրտում,
հայությունն եմ կոտորում, Հիսուս, քեզ շատ եմ սիրում։ Թեև մանուկ եմ ես, բայց սովորում եմ Գողգոթա գնալ խոնարհությունով, որ Տեր Հիսուսը նայի երկնքից և ինձ արդարի իր շնորհներով։ Հիսուսի խաչը փրկագինս է, նրանով են իմ պատքերը մանվել, իսկ Հիսուսանձը թանկագինս է, նրան եմ կյանքիս առաջնորդն անել։ Մենք փրկչի նմանվենք մեր բարի վարքով, մենք փրկչի նմանվենք մեր ապրած կյանքով, որ նրան մեզ տեսնի ու միշտ ուրախանա, ապրես փոքրիկ ծառա, մեզ ասի սիրով։ Սիրում եմ քեզ, իմ Հիսուս, դու իմ սրտի, պայծառ լույս, շողատու միշտ իմ սրտում, որ լույսդ կա իմ կյանքում, եկեք մանուկներ միշտ ուրախ երգենք, մեր փոքրիկ սրտերը փրկչին նվիրենք, նա է հովիվը, իսկ մենք գառնուկներ, գառնուկի պես հնազանդ լինենք։ Մեր մագական ջանք սրտերով երգում եք մենք, ուրախ, զվարթ, թախծրահնչյուն, մեր ձայներով օրհներգում եք հարությունն։ Տիրոջ առջև գանք, հոգով, աղոթքով, որ նա մեզ բացի խորհուրդը խաչի, որ միշտ հասկանանք սերը մեր թրջի, թե ինչի համար Աստված մարդացավ ու մարմին հագավ, ինչու հոժարվեց մեզ չարչարանքի, մեզ տառապանքի ու անարգանքի, որքան մեծ սեր էր, որ նա նվիրված իր կյանքը տվեց, որ ինձ ու քեզ փրկի, սիրով ցույց տալով ճամփան երկնքի։ Ով հոգի, պատմիր բոլորին, որ քո փոխարեն խաչվել է Տերը, այդ խաչի վրա ցուցաբերել է իր անհուն սերը, որ նա մեռել է, հարություն առել, հարության կյանքը մեզ է խոստացել։ Հիմա հասկանամ, պետք չի տրտմել, երկնքի գաղտնիքը նա մեզ է բացել, ու կգա օրը, երբ Տերն հայտնվի, նոր մարմին տված, մեզ երկինք տանի։ Միշտ սիրում եմ հոգով փառվել Գողգոթայի աղբյուրին, այն բխում է միշտ շնորհք և սեր, ամեն օր մաքրում է սիրտը։ Խաչ ճամփան շատ դժվար էր, այն Գողգոթա քեզ տարավ, ինչպիսի սեր ուներ Հիսուս, դու զոհվեցիր մեզ համար։ Նրա հաղթության դրոշը մինչ այսօր է ծածանվում, ով քայլում է Տիրոջ խոսքով, նա երկինք է ժառանգում։ Մտքերի մեջ խորասուզված Գեթսեմանի գնացի, Մած իմ աղոթքով ներկայությունդ խնդրեցի, ցանկանում էի ամբողջ հոգով երկրից իսպար վերանալ, և հոգևոր սուրբ դաշտի մեջ Տեր Հիսուս քեզ միանալ։ Գեթսեմանի սուրբ այգու մեջ ներկա ես դու, Տեր Հիսուս, կրթում ես ինձ, որ սովորեմ, համբերություն, հեզություն, քո խոսքերի ճշմարտությունը իմ կյանքն է նորոգում, որ ես ապրեմ ու աղոթեմ, աճելով քո սուրբ այգում։
խաչարի առջև զղջալով, ծնկի գալով, գոհանալով խաչի վրայի պատարակով։ Այսօր գալիս է խաչարի առջև քրիստոնյա ազգը համայն աշխարհի։ Սակայն քանիսն են գիտակցում սրտում, որ կյանք է նա, կյանքի աղբյուր։ Կյանքում քանի անգամ գնացիր Գողգոթա, մենակ ընկար խաչարի ոտքի տակ։ Քանի անգամ արցուն թափեցիր, թե քո ընտանիքի համար։ Քանի հոգուց առանձնացար, որ լինես մենակ խաչարի ոտքի տակ։ Քանի անգամ աղոթեցիր երեխայի հոգու փրկության համար։ Գողգոթան այսօր քո սիրտն է, քո սենյակն է, քո սրտի միջի այն աշխարհն է, որտեղ հանդիպում ես դեմ առ դեմ խաչարին։ Խաչյալ, բայց հարություն առած Քրիստոսին, այսօր զատիկն է, քո և իմ փրկության աղիթն է, քո և իմ մեղքերի քավության, քո և իմ բժշկության, կոտրված սրտերի վերականգնման պատարագն է, մահից դեպի կյանք անցնելու պահն է, խաչարի միջոցով Աստծուն անկեղծ մոտենալու ժամն է, ժամանակն է թողնելու անցյալը, հայացքը հավելու դեպի խաչյալը։ Մոտեցիր խաչյալին, ոչ միայն այսօր, ամեն օր մոտեցիր նրան։ Քրիստոսը խաչվեց այսօր, այո, բայց նա սպասում է քեզ ամեն բացվող օր։ Նա խաչվեց և իմ համար, և քո համար։ Խաչվեց, որ մենք կյանք ստանանք։ Խնդրում եմ, մի բականգնիր, առանձնացիր, մի պահ փակվիր քո սենյակում, այդ քո մի պահում անկեղծությամբ արի խաչյալի առաջ։ Բեր ամեն բեր, թափիր սրտիդ քարերը, բեր սիրտդ կոտրված, բեր կռիվդ գիշերվա, հոգսերդ ցերեկվա, մի պահ հանիր վրայից պարտությունդ, հասկացիր, որ դու լոկ մարմին չես, այլ հոգի ես։ Թույլ տուր մի պահ, գետ մի քանի վայրկյան, միազուրվիր հոգուդ կյանքի աղբյուրին, քեզ կյանք տվող, իր ձեռքերում պահող, քեզ վերից նայող, փայփայող, սիրող, խրատող Աստծուն։ Նրան ոչ քո մոմն է հարկավոր, ոչ քո ասված իսակատարությունը, քո սիրտը, քո ժամանակը քո սենյակում, որտեղ կլինեք Աստված և դու, որտեղ կլացես, կբղավես, որտեղ հոգիդ կխոսի առանց քո շուրթերի, բեղդ կթափես, կզգաս մի մեծ սեր, կզգաս, թե ինչպես խաչյալը այդ պահին փարվեց քեզ, գրկեց քեզ և շշնջաց, դու մենակ չես, և կլսես ձայնը նրա, կճանաչես անձամբ նրան, հավատա, այդ օրվանից ինքը տանիք կստեղծես, գնալ Գողգոթա։ Թեև ճամփաս լինի քարոտ, թեև հանդիպեմ միայն նեղության, քեզ կբարձրացնեմ օրհնության աղոթք, դու ես իմ հույսը և ինձ ապաստան, թեև թշնամու ձայնը բարձրանա, նետերը խրվեն իմ արմնի վրա, լինեմ ուժասպար կամ լինեմ անզոր, ես կվստահեմ քո խոսքին նզոր, քո խոստումներն են օգնում, որ ապրենք,
որ տեսնենք ելքը և քեզ մեծարենք, քո խոստումներն են օգնում, որ հաղթենք, երբեք չընկճվենք ու չվհատվենք, այն ինչ տեսնում ենք հիմա հավատքով, անշուշտ կտեսնենք մի օր մեր աչքով, ով Տեր, օգնիր մեզ հավատքով ապրել, հավատքով տեսնել խոստումները քո, հավատքի կյանքում օր-օրի աճել, փառավորել քեզ կյանքով ու հոգով, ու թեև մահվան ստվերով անցնեմ, դու իմ հովիվն ես, ես կարիք չունեմ, հանդարտ ջրերին ինձ կառաջնորդես, և քո օրհնության յուղով ինձ գոծես, նեղությանս մեջ քեզ պիտի օրհնեմ, քո խոստումներին պիտի վստահեմ, ու թեև ընկնեմ, նորից կկանգնեմ, դու ես ինձ հսկում, իմ Տեր ու իմ վեմ։ Տեր, երբ եկար այստեղ խաչվելու, ողջ մարդկանց համար, մենք չգիտեինք, որ մեղքեր ունենք, բազում անհամար, տեսանք քեզ, ավաղ չճանաչեցինք, ձրի փրկության գործը մեզ տրված արհամարեցինք, հարաչում եմ ես, տեսնելով Տեր քեզ, այդ փայտին կանված ու ձեռքերիդ մեջ կամայրը խփված, քո սուրբ ձեռքերով դու ուզում էիր գրկել մեր հոգին, բայց մենք կույր աչքով ու սուր գաներով բարի ձեռքերդ կամեցինք խաչին, նայում եմ դեմքին, տարապած դեմքին, ու զգում եմ Տեր, թե ինչպես ես դու տանջվում, տարապում, թե ինչպես է քո մարմինը ծեծված, ցավի մեջ դողում ու հարվում, ցավոտ վերքերից արյուն է հոսում, սրբում ու տանում մեզնից շատ հեռու, մեղքերը հոգում, օ, Տեր, փրկիչ, ինչպես եմ ուզում գրկել քո ոտքերն այդ առնաշաղախ, անվերջ համբուրել, սրբել, տաքացնել, ու այդ մեղերը սուր անցավ հանել, հեռացնել քեզնից, որ Տեր երբեք չզգաս ոչ մի ցավ, հարաչում եմ ես, հարաչում հոգիս, սարը քամին է պատել իմ սրտիս, նայում եմ Տեր իմ բարի աչքերիդ, նայում եմ հոսող սուրբ արցունքներիդ, Տեր, ուզենայի արցունքները քո սրբել իմ ձեռքով, որ ոչ մի կաթիլ չկորչի հողում, որ ոչ մի կաթիլ չթափվի իզուր խավար աշխարհում։ Անդղտել եմ շատ երկրներ, վայրեր, ծանոթ և օտար, մեր դիմել եմ սարերն ի վեր, մերթ նայել եմ դեպի վար, բայց ոչ մեկը այդ սարերից չհասնեց այնպես ինձ վրա և չմղեց խորը թախից, ինչպես լեռը Գողգոթա։ Նա չէր խառնված ամպերի հետ, լուսապսակ ճակատով, նա չէր պչնված դարանավետ ու բարձրաբերձ գագաթով, բայց կա մի լեռ անպոտ, որ կարենար ինձ քաշել, երկնքին մոտ, երկրից հեռու, ինչպես լեռը Գողգոթա։ Երբ նայում ենք այդ լերկ սարին, չենք նկատում ոչ անտառ, ոչ սիկապան ձոծիկ կաղնի, ոչ թանկագին մայրի ծառ, բայց հավատքով նայիր վերև, տես մի հրաշք այնտեղ կա, արյունաներկ ու քարաթև, խաչապ հայտնի Գողգոթա։ Այնտեղ չկա ծաղիկ ու բարդ, ոչ երկնային հրապույր, ոչ մի արոտ կանաչազատ, ոչ սարմորակ մի աղբյուր, բայց ամեն փառք ու ճոխություն անհետացան երբ տեսա, նրա դեմքը վեհ ու սիրուն, որ բարձրացավ Գողգոթա։ Այնտեղ չկա թերևառում արծաթափայլ ու ջիտ, բայց մի աղբյուր խաչի տակից հոսում է վար մշտական, որ լվանա արատ ու բից,
արյունը լի Գողգոթա։